Կարապետյան, դուք օրինակ ձեր իշխանության ժամանակահատվածում ինչպես եք գնահատում եվրոկառույցների աշխատանքը եւ խնդրեմ համեմատություն արեք այսօրվա իրավիճակի հետ։ Նախ առաջինը ես անպայման ու պարտադիր ուզում եմ նշել, որ այսօրվա ակցիան եւ Նարեկ Սամսոնյանի հացադուլը առաջին հերթին ի պաշտպանություն ժողովրդավարության է եւ այսօր միջազգային կառույցների դուռը գալ եւ նամակներ փոխանցելը խոսում է այն մասին, որ հենց ժողովրդավարությունը պաշտպանության կարիք ունի։ Առաջին հայացքից եւ դատելով նկարներից կարող է լինի տպավորություն, որ մենք եկել ենք աջակցելու Նարեկին, Վազգենին եւ մյուս բոլոր քաղբանտարկյալներին, բայց մենք եկել ենք աջակցելու այդ ձեր նշած այն արժեքներին, որոնք հաստատվել են եւ ավելի խորացել են մեր իշխանության օրերին, տարիներին եւ որոնց մեծագույն պաշտպանը եղել են եվրոպական կառույցները։ Եվրոպայի խորհուրդը ունի առանձին բանաձև ընդունած 1900 բանաձևն է, որով սահմանվում են քաղաքական բանտարկյալների այդ չափանիշները, որով է մարդ համարվում քաղաքական պատճառներով բանտարկված կամ ազատազրկված, որով ոչ։ Նարեկի հացադուլի մեջ գտնվող բանտարկյալի տեղափոխումը պատժախուց առաջին խտրականությունն է, որը կոպտագույն խախտումն է 1900 բանաձևի։ Եվ այո, իմ գործընկերները ճիշտ նշեցին, եղել են որոշակի արձագանքներ, բայց դրանք որևէ կերպ այն արձագանքը չեն, որոնք կային մեր իշխանության տարիներին եւ այդ ջանասիրությունը չէր, որով եվրոպական եւ միջազգային կառույցները լցված էին ժողովրդավարական արժեքների պաշտպանությանը։ Եզրակացությունները իհարկե տխուր են։ Եզրակացությունները խոսում են այն մասին, որ միջազգային կազմակերպությունների գոնե լուռ աջակցությամբ մեր երկրում իրականացվում են այն բոլոր ապօրինությունները, որոնց մենք ականատեսն ենք լինում։ Ես վստահ եմ, որ դուք հարցնելու եք իմաստը այս ակցիաները անելու, որպես միջազգային կազմակերպությունների հետ աշխատած մարդ, ես վստահ եմ, որ ինչ որ պահի, երբ գա հարց ու պատասխանի ժամանակաշրջանը, շատ կառույցներ ասելու են, որ նրանք բավականաչափ տեղեկացված չեն եղել իրադարձություններից եւ դեպքերից եւ այս ակցիաները եւ այս նամակների հանձնումը հենց այդ տեղեկանալու, տեղեկացվելու ակցիաներն են, որ որևէ միջազգային կազմակերպություն հետագայում չկարողանա ասել, որ տեղյակ չի եղել այս կամ այն դեպքից։ Լուր աջակցությամբ, որովհետև լռությունը դա աջակցության նշան է, բանտարկվեցին 4 սրբազաններ։ Իդեպ անպայման այստեղ ուզում եմ նշել, որ Բագրատ Սրբազանի բանտարկությունը դա ընդդիմության միասնական լիդերի ուղակի խաղադաշտից հանել էր։ Բանտարկվեցին Նարեկն ու Վազգենը որպես ազատ խոսքի տարածողներ, որպես ամենամեծ լսարաններից մեկը ունեցող հարթակի մարդիկ, ովքեր օր-օրի ավելի մեծ լսարաններ էին ձեռք բերում եւ տարածվում էին փաշինյանական ստերը։ Հայ բարերար մեծահարուստ Սամվել Կարապետյանը ազատազրկվեց ընդամենը մեր ձևով արտահայտության համար։ Այսպիսի բան, ես ներողություն եմ խնդրում, եթե որոշ մարդկանց անուններ չեմ նշում, որովհետև իրոք աննախադեպ շատ են քաղաքական բանտարկյալները այսօր Հայաստանում, բայց սա տեսնելը եւ լռելը հանցակից լինել է նշանակում։ Մենք այսօր օգնության ձեռք ենք մեկնում միջազգային կազմակերպություններին, որպեսզի նրանք չլինեն այս հանցագործության մի մասը եւ կարողանան միջամտություններ անել։ Ամենաքիչ բանը, ինչ նրանք այսօր կարող են անել, Նարեկ Սամսոնյանին այցելելն է, նրա առողջական իրավիճակից տեղեկանալն է, մյուս բոլոր քաղբանտարկյալներին այցելելը եւ տեղեկանալն է։